Այսօր նախ խնդրի տեսակետից, քանի որ երիտասարդ եք ուզում եմ, եթե դուք որոշում եք, որ այսինչ տեղում մարդ եք հրավիրում, հավաքի կամ հյուրասիրություն, հասարակ կարծում եմ տակտ է, տեղակ պահեք չէ, այդ մեկ, երկրորդ, մեզ դասամիջոցի ընթացքում ձեր ասելիքը ինչ է չգիտեմ կլսեմ, հենց հիմա մեր վարժանում դաս է, վարժանի և բակալավրիատի դասամիջոցները շեղված են, արդյոք ճիշտ է, այ վարժանի շենքի կողքին բարձրախոսով ձեր կարծիքը ասեք, որը հրապարակում է, հեռուստատեսության ցույց են տալիս, մարդիկ կարդում են։ Երրորդն կախված է, թե ինչ ասելիք ունեք դեռևս ուսանողին։ Ասելիքները շատ են, որտեղ այս օրենքը բոլորի վրա է տարածվում։ Ուսանողների վրա ազդի, երբ որ իրանք աշխատեն։ Այսինքն պետք է այդ մարդիկ լավ տեղեկացված լինեն, թե իրանց փողերը ուրա գնալու։ Այսինքն ինչպես է։ Հայկ ջան, տեսեք, կներեք մեկ էլ տեղեկացնենք, որ հետագայում երբ որ իրանք մտնեն աշխատաշուկա, արդեն խնդիրներ են ունենալու, որովհետև ջին աշխատավարձը իշնել է փաստացի, այսինքն այստեղից հետևություն։ Այ դուք սովորում եք երիտասարդներ, պոլիտեխնիկում սովորում եք, մասնագետներ եք դառնում ինչպես մենք, չէ, լավագույն մասնագետները բարձր աշխատավարձով, որ այս օրենքի կիրառումը բերել է այնպիսի վիճակի, որ փողերը երկար ժամկետով գնում են մեր հաշվին, որի երաշխիքը դուք չունեք, հա։ Սովորող ուսանողին, սա ինչ կոչ է։ Հանդիպում եք ուսանողին, ասեք, որ այսպիսի բան կա, բոլորը կարդացել են, տեղակ են, այդ դրոշները հավաքել։ Հանդիպում արեք, բայց դրոշները հավաքել։ Ինչ? Իրազեկում։ Իրազեկում եք օրենքի հակասահմանադրական օրենքի հակասահմանադրական ես ասեցի։ Ես ուսանողները դրա մասին իմանան։ Եկեք հերթով խոսենք, հա։ Օրենքի մասով ես ձեզ ասեցի, ընդամենը ես դեմ եմ, որ ուսումնական գործընթացի ժամանակ դասամիջոցի ամեն մեկին առանձին չասեմ, ընկերներս կասեմ, հենց հիմա վարժանում դաս է և վարժանի ցուցակը տեղաշարժված է բակալավրիատի Նույն այդ աշակերտների սահմանադրական իրավունքը ոտնահարվում է, պետք է այստեղ իրենք հասկանան, որ իրենց համար ավելի կարևոր ցեր կա այս բանը։ Եվ դուք երբ որ ամենք մեր օրակարգին ասենք, հետո կզրուցենք ներողություն, ձեր օրակարգը այստեղ, երբ որ ես տարածքում եմ, հա, և մյուսները տարածքում եմ, քննարկում եմ, չքննարկեմ ինչ եք անելու այստեղ։ Ոչ մի անօրինական գործողություն Ինչ է որ օրենքով է արգելում, իրազեկում ուսանողությանը իրազեկում նպատակը այն չի, որ բոլորի դասընթացը ասենք խանգարեն կամ ինչ-որ մի շատ հարգելի նախկին պոլիտեխնիկցիներ իրազեկումը բացված չունի տվյալ պահի և ես ընդամենը հարցնում եմ այ եկել եք իրազեկելու մտածել եք ուսանողին ինչ եք իրազեկել օրենքի մասին ուսանողը հնարավորություն ունի և էլեկտրոնային լրատվամիջոցներից և թերթային և հեռուստատեսությունից Այո, ունի կներես Հայկ ջան, բայց ներողություն մեր փորձը ցույց է տալիս, արդեն մոտ մի 6 ամիս է պայքարում ենք այս օրենքին, մեր փորձը ցույց է տալիս, որ բացարձակ մարդիկ տեղեկություն չունեն այս օրենքի շատերը նույնիսկ ովքեր աշխատում են Ինձ դուք չեք մտածել այն մասին, որ տեղեկություն լավ ունեն, բոլորը չէ, որ կիսում են այդ ինքնաարտահայտման դրսևորման ձևը Մեր մոտ ներողություն կան տարբեր դրսևորումներ, տարբեր կերպ են արտահայտում մարդիկ իրենց վերաբերմունքը։ Օրինակ, մենք երկար տարիներ հետ